գին ենք վճարում սիրելու համար միշտ։ Տիեզերքում այնքան բաներ կան լոգիկայից դուրս, այսինքն մարդկային լոգիկայից դուրս։ Իրոք շատ սխալ է այս կյանքում խորանալ անընդհատ բացասականի մեջ, անընդհատ բողոքել։ Տառապանքը դա իրականության դեմ պայքարն է։ Այս աշխարհում երևի ոչ մի բան մեզ չի պատկանում։ Մենակ դրականը պետք է չգնահատենք։ Այն բացասականն էլ, այն վիշտը, այն ցավը, այն տառապանքը, որ էլի կարողանում ենք ապրենք, ինքը էլի պլյուս է։ Որտեվ եթե մենք չլինեինք, եթե մենք գոյություն չունենայինք, հնարավորություն չէինք ունենա, չէ՞, անգամ այդ կորուստ, այդ վիշտ, այդ տառապանքը ապրենք։ Ու չխուսափենք այդքան այդ տառապանքից, որտեվ ինքը այս կյանքի մաս է կազմում։ Ժամանակավոր է, ոչ մի բան հավերժ չի։ Թե տառապանքը, թե սերը։ Ոնց ես Գարջան։ Լավ Նիկ ջան։ Շնորհակալ եմ հարազատս, որ ընդունեցիր հրավերս, վստահ եմ շատ ուժեղ զրույց ենք ունենալու։ Մի քանի բառով քեզ ներկայացնեմ մեզ հետևորդներին։ Կարի հետ էլ ծանոթացել եմ ընդամենը մի քանի ամիս առաջ ու շատ հետաքրքիր անձնավորություն, շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա քո հետ ծանոթանամ, Գարջան, շատ խորը անձնավորություն, շատ խորը փիլիսոփայական զրույցներ է մեզ մոտ ստացվում ու դրա համար որոշեցի, որ հրավիրեմ այս տաղավարում մեզ հյուր ու մի հատ գեղեցիկ զրույց ստեղծենք, որը որ նաև կմատուցվի ձեզ։ Եթե դեմ չես, մի քանի բառով ներկայացրեք քեզ, Գարջան։ Անպայման ողջույն Նիկ ջան, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Իմ համար շատ հաճելի է այս ամեն ինչը, կյանքումս նորություն է, retreat-ից սկսած, նաև շատ ուրախ եմ ու նաև եւս մեկ անգամ շնորհակալ եմ, որ այդ հնարավորությունը ընձեռնվեց ինձ մասնակցելու եւ այս 2 ամսվա ընթացքում որոշակիորեն կյանքս փոխելու եւ նաև ունեմ վստահություն, որ առաջիկայում շատ ավելի լավ փոփոխություններ են լինելու։ Ինչպես Նիկը ասաց, անունս Գար, ես 20 տարուց ավել արդեն 22 տարի է բնակվում եմ Միացյալ Նահանգներում։ Որպես հայ սկզբից ինչպես բոլորս գալուց ունեցել ենք խնդիրներ եւ այլն, կարոտ մեր երկրի նկահանդեպ, բայց ուզում եմ նշեմ, որ շատ շնորհակալ եմ այս երկրից տվել է հնարավորություններ եւ ամեն մարդ մի ձևով օգտագործում իր հնարավորությունները, տրված, մեկը լավ, մեկը վատ։ Հետպես հələ որ այսքան է։ Շնորհակալ եմ Գարջան։ Արի մի անգամից ուրեմն անցնենք այսօրվա իմ ընտրած թեմային։ Ուզում եմ ծաղագին խորը ասենց փիլիսոփայական զրույց ունենանք, որոշել եմ խոսանք սիրո եւ տառապանքի մասին։ Կապը, ասենք սիրո եւ տառապանքի միջև, ասենք այս կոնկրետ հարց է, ինչ ես կարծում, սերն է ստեղծում տառապանքը։ Կարծում եմ երկկողմանի կարող է լինել, իհարկե սերը կարա ստեղծի տառապանք, եթե դա հիվանդագին սեր է եւ եթե դա դառնում է արդեն այդ բալանսից դուրս է գալիս եւ դառնում է ինչ-որ ֆանատիզմ եւ սիրո պատճառով շատ լսել ենք դեպքեր, տեսնում ենք թե ինչեր են լինում, սերը հիվանդագին սերը վերածվում է խանդի, զույգերի միջև կամ սերը ցանկացած ինչ-որ բանի հանդեպ, առարկայի, վատ սովորությունների եւ այլն, իհարկե սերը կարող է ստեղծել տառապանք, եթե ճիշտ ձևով չենք վերաբերվում սիրուն, իսկ նույնը կարծում եմ տառապանքն էլ կարող է ինչ-որտեղ ավելի քիչ հավանականությամբ կարող է ստեղծել սեր որոշակի տեղերում, կարող է մի քիչ տարօրինակ հնչի, բայց չեմ հիշում կոնկրետ հիմա անունը, որ մարդուն տառապանք պատճառողին են սիրահարվում, չեմ հիշում ինչ սեր էր դա կոչվում, բայց կարծում եմ այո, երկկողմանի հնարավոր է։ Այսինքն սիրո ու տառապանքի կապը մոտավորապես գալիս է վախի միջոցով, չէ՞։ Եթե սիրում ես, այսինքն եթե քեզ թույլ ես տալի սիրես թե ինչ-որ անձնավորության, թե ինչ-որ երևույթի, ունեցվածքի, անգամ կարանք վերցնենք մեր անձնական կյանքը, չէ՞։ Եթե մենք սիրում ենք մեր կյանքը, մենք արդեն սկսում ենք վախենալ այն կորցնելուց։ Եթե մենք սիրում ենք մեր կողակցին, մեր, չգիտեմ, երեխաներին, միանգամից մեր ավտոմատ վախը զուգորդվում է սիրո հետ, զուգահեռ, որն էլ արդեն ոնց որ դառնում է ասեն շարունակական,
ինչ-որ յուրովի տառապանքի արդյունք։ Վախն ստեղծում է տառապանք։ Վախն ստեղծում է տառապանք։ Ու ինչի ընտրեցի այս թեման, որովհետեւ նախ ցույց տանք, որ սա հենց այսպես է աշխատում ու հասկանանք, որ գին ենք վճարում սիրելու համար միշտ, որովհետեւ մի քիչ շատ է քննարկվում, ասենք, սերը որպես բացարձակ արժեք, բայց ասենք հին հնագույն փիլիսոփաներ, մինչև այս նորերից օրինակ ասենք Նիչեն շատ լուրջ է վերաբերվում էլի այս ամեն ինչին ու ոնց որ այն բացարձակ արժեք ինքը ավելի շատ տառապանքն է համարում, քան թե սերը ու ցույց է տալի, որ արդեն սերը առանց տառապանքի համարյա թե անհնարին է զգալ։ Իհարկե ես ինքս հակված եմ այն մտքին, որ հնարավոր է շատ ծանր ու երկար ճիշտ աշխատանք տանելու ընթացքում հնարավոր է մարդը հասնի մի տեղ, որտեղ որ կարողանա ուղղակի սիրել առանց վախենալու այդ ամեն ինչը կորցնել։ Այո, ես էլ եմ կարծում, որ հնարավոր է, ինչպես նշեցիր Նիչեն, կարծեմ ինքն է ասել, շատ լավ չեմ հիշում, որ սիրո մեջ կա խենթություն եւ ցանկացած խենթության մեջ կա նաեւ բանականություն։ Այսինքն ցանկացած դեպքում սերը պետքա վերցնել որպես արժեք, ոչ իհարկե բացարձակ արժեք, որին նաեւ տալիս ենք բանականություն, տալիս ենք մտածողություն եւ նաեւ սիրո հետ միաժամանակ պետքա լինի հարգանք իմ կարծիքով։ Այսինքն առանց հարգանք սերը կարա շատ արագ կորի ու կարա դառնա ավելի տառապանք։ Հաստատ։ Մի հատ էլի դե տառապանքը որպես սենց է, ավելի ոնց որ սենց զրոյական արժեք, այսինքն մարդու նատուրալ վիճակը ինքը ավելի ոնց որ տառապանքի վիճակն է, դրա ապացույց ինչն է բերվում, որ օրինակ հենց հիմա որ մենք նստած ենք ու չունենք ֆիզիկական ցավեր, սկսենք ֆիզիկականից, հա, դա նրա համար է, որովհետև 24 ժամվա ռեժիմով մեր մարմինը արտադրում է ցավազրկող, այսինքն մենք 24 ժամվա ռեժիմով ցավազրկող ենք ստանում։ Էլի դրա ապացույցը, երբ որ օրինակ թմրադեղեր է մարդը ստանում, հատկապես ասենք օպիոիդներ, հա, այդ հերոին ու այդ տիպի բաներ, որը որ էլի ինքը արհեստական ոնց որ ցավազրկողներ է, արդեն երկար տարիներ ստանալու ընթացքում մարմնի ցավազրկողների արտադրանքի դոզան սկսում է քչանալ ու երբ որ գալիս է մի ժամանակ, որ ինքը որոշում է չօգտագործի կամ ինչ-ինչ պատճառներով հնարավորություն չունենում օգտագործի, դրա համար այդքան ծանր ֆիզիկական ցավերի մեջ հայտնվում, որովհետև արդեն իր բնական ցավազրկողները չեն արտադրվում։ Այո։ Անկամ այս արունը, որ հիմա այս մեր երակներում հոսում է, այս ամեն ինչը ցավ է մեզ պատճառում իրականում։ Ու մենք մեր զգայարանները, այդ ցավը զգալու սենսորները, հա, զգայարանները իրանք բթացվում են մեր բնական արտադրված ցավազրկողները, որպեսզի մենք չզգանք այդ ցավը։ Այսինքն առանց ինչ-որ կողմնակի ազդեցության, այս ֆիզիկական իրականությունը ցավ է։ Նույնը կարանք բերենք, ասենք հոգեպես, հա, հոգևոր ցավի հետ կապված, էլի նույնպես եթե մեր մարմինը չի արտադրում այդ սերոտոնինն ու դոպամինը, ինչ է մնում տակը։ Խորը դեպրեսիա առանց դրա, չէ՞։ Ասենք հետաքրքիր է էլի այս բանը, որ հա մեր այս ֆիզիկական կյանքը ինքը իր զրոյական է առանց ինչ-որ կողմնակի ազդեցության, ինքը տառապանքն է, էլի թե ֆիզիկապես, թե հոգեպես։ Այո։ Ու փաստորեն ինչ է դուրս գալի, որpիսի մենք կարողանանք առանց ցավի լինենք, ինչ-որ աշխատանք է տարվում, հա։ Հիմա մի հատվածը անգիտակից ձևով մեր ֆիզիկական մարմինը որպես այս քիմիական գործարան դա անում ու մատուցում է մեզ, բայց մնացած հատվածն էլ ասենք իմ ու քո ձեռն է, չէ՞, Գարջան, որպեսզի որ առավոտը շուտ արթնանանք, չէ՞, մենք ասենք ելենք ֆիզիկական մարզանքներ անենք, հակառակ դեպքում, նա, եթե չես անում, ասենք ինչ-որ ֆիզիկական մարզանքներ, հակառակ դեպքում ինչ է գնում։ Դեպի ինչ-որ ֆիզիկական դեգրադացում, չէ՞, ինչ-որ աստիճանի։ Այո, կներես Նիկ ջան, մի բան ավելացնեմ, որ օրինակ նույն հին փիլիսոփաները կարծում էին, որ ամենակարևորը հոգու այդ նույն սերը, հոգու սերն է, հոգու գեղեցկությունը, մարմինը շատ ավելի ստորադասում էին, որ մարմինը այդքան կարևոր չի, բայց հիմա այդքան արդիական չի, ոնց որ դու ասացիր, մարմինն էլ շատ կարևոր է, մարմնի առողջությունն էլ, առողջ մարմնում առողջ հոգի,
եւ իհարկե այդ առավոտվա հելնելը, մարզվելը, որը որ իմ կյանքում շատ քիչ ա եղել, այդ դիսցիպլինան, մարմնի հետ կապված այդ առողջ ապրելակերպը, որը որ առիթից օգտվելով նաեւ խորհուրդ կտամ բոլորին, դա միանշանակ շատ կարեւոր բան է այս կյանքում առողջ մարմինը։ Այդ հաստատ։ Այդ քո ասացի պահով էլի կարանք մի հատ ոնց որ լրիվ առանձին անպենք էպիզոդ նկարենք, թե ոնց ժամանակի ընթացքում մարդու գործոնը ինչքան է փոքրացված եղել ու ամեն ինչը վերագրել են կրոնների դոկտրինայի մասին է էլի խոսքը, վերագրել են, ասենք, աստվածայինին, վերագրել են ճակատագիր ասածին, հա, մարդը իրականում առանձնապես ոչ մի բան որոշելու կամ անելու տեղ չի ունեցել այդ իրենց պատկերացրած իրականության մեջ, մինչև որ գալի հասնում եմ ինչ-որ հատված ու արդեն սկսում են, ասենք, գալիս են ինչ-որ մտածողներ, որոնք որ բերում ու օրինակներով ապացուցում են, որ չէ, մարդը իրականում, եթե ձերս պատկերացրածից կարա դուրս գա, այս ձերը ստեղծած իրականության մեջից կարանա դուրս գա, ինքը արդեն լիքը բաներ կարա անի, էլի, այդ ազատ կամքը կարա դրսևորի ու կարա եթեներով ու ապաներով այդ պատճառահետևանքով կարա լիքը բան փոխի իր կյանքում։ Ես ինքս գիտես արդեն իմ փիլիսոփայություն ես հակված եմ այս երկրորդ հատվածին, որ տեսնում եմ երկուսն էլ, տեսնում են իրականությունը, որ անգիտակից ձևով մենք մեզ եթե տանք մեր ֆիզիկական, մտքային եւ էմոցիոնալ բաներին, ցանկություններին, հա, տրվենք այդ պահանջներին բնազդային։ Ես տեսնում եմ, թե ոնց մարդկային գործոնը դուրս է գալի ու եթեներով ու ապաներով ամեն ինչ որոշված է մեզ համար, հա, կախված ինչ ընտանիքում ես ծնվում, ինչ գեն ունես արդեն, հա, որ աշխարհում ասում, բայց տեսնում եմ արդեն նաև երկրորդ հատվածը, որ երբ որոշես դու արդեն այդ ծրագրից դուրս գաս ու արդեն դու քո որոշումներով ստեղծես քո իրականությունը, դա էլ է լրիվ հնարավոր ու ես փորձում եմ իմ օրինակով դա ապացուցեմ ու հենց այս մեր ծրագիրն էլ հենց դրա մասին է, էլի Գարջան։ Այո, միանշանակ։ Դա հնարավորություն է մեր համար, ամեն մեկս ինքնաճանաչվելու եւ հասկանալու մեր ուղին, մեր ճանապարհը եւ դրանից հետո պարզ է, ամեն ինչը ինչ որ մեր համար դպրոց, որը որ երեխաներն էլ գնում են դպրոց, հետո ժամանակի ընթացքում արդեն մտնում են մեծ կյանք եւ արդեն իրենք են կայացնում իրենց որոշումները։ Հիմա այս ամեն ինչը ինչ որ դուք կազմակերպել եք ու տալիս եք մեզ, հետո արդեն մենք պետք է կարողանանք օգտագործենք, շարունակենք այս նույն ձևով մեր կյանքը։ Հաստատ։ Հետ վերադառնալով այդ սիրո ու տառապանքի իմ ընտրած թեմային, Անակ բուդդիզմը, որ նայում ես, հա, հենց Բուդդայի պատմությունը, Բուդդան ինքը դա որպես sense մի հատ իշխանի որդի է, արքայազն, տառապանքներ չտեսած էություն, մինչև բավականին գիտակից տարիք, եթե չեմ սխալվում, մոտավորապես 20-ականներ, թե մոտ 30-ին մոտ մինչև տարիքում ինքը տառապանք չտեսած, ու դրան է պատճառ կա ինչի համար, գիտես այդ պատմությունը, որ օրը նախորոք այդ պայծառատեսները հետ իրենց այդ ժամանակվա ասում են, քո որդին կամ լինելու է ոնց որ շատ պատմության մեջ մնալով պես շատ հայտնի կայսրի մակարդակի առաջնորդ կամ ինքը թողելու է այդ ամեն ինչը հետ քո այդ թագավորությունը ինքը գնալու է, ասենք, հոգևոր առումով է շատ ինչ-որ կարևոր մարդ դառնալու ու հայրը ամեն ինչ անում է, որ հանկարծ այդ հոգևոր ճանապարհը չբռնի իր տղան, հա, ու դրա համար որ ասում եմ բամբակի մեջ է պահում, հա, այս մեր ժողովրդական խոսքով ասած, այնպես որ հանկարծ տառապանք չտեսնի։ Ու շատ բավականին արդեն հասուն տարիքում արդեն կին երեխա ունեցած ժամանակ մի բան այնց է ստացվում, այդ պալատական տարածքից դուրս է գալի ու դե մահացող մարդ է տեսնում, ինքը չի իմանում անգամ մահի կոնցեպտը մինչև այդ պահը։ Ու դա արդեն մոտը ոնց որ այդ existential crisis, որ ասում են, հա, այդ գոյության արդեն կրիզիս է սկսվում, որն է այս ամեն ինչի իմաստը, եթե կա տառապանք, ու դա է պատճառը, որ ինքը թողնում է իր այդ թագավորական կյանքը ու գնում է արդեն ճգնելու միջոցով ուզում է այդ հարցերի պատասխանները ստանա, հա, օրերով, ամիսներով սով պահել են այդ ժամանակահատվածում շնորհիվ հիմա էլ որ ունեն որ ոտերով իրանց այդ ծառերից կախում են օրերով բան ասենք ինչ որ խումբ է լինում ու այս խմբով այդ ուզում են ճգնելու միջոցով հասնեն այդ պայծառացման ու հասկանան այդ հարցերի պատասխանը էլի ու այ քանի որ Բուդդայի ուշադրությունը ես արդեն իմ բացատրությունն եմ տալի, այս մնացած ամեն ինչին, քանի որ իր մոտ այդքան շատ կարևոր հարց է լինում, այդ գոյատևման հարց է լինում տառապանքը,
Դա համար ինքը հանգում է ինչ ճանապարհի տառապանքը վերացնելու։ Դա եսի վերացումն է։ Որտեւ ինքը հասկանում է, որ քանի կա ես, հենց որ մարտեությունը ձևավորում է ես, որ ես կամ, եթե ես կամ, ես ունեմ ցանկություններ, ես ունեմ ձգտումներ։ Ցանկություններն ու ձգտումները առաջացնում են տառապանք։ Այսինքն որն է դա սերն է, չէ՞։ Դու ուզում ես մի բան, Սերը տալիս է, Ստե մի հատ բան եմ գրի առել, հենց հիմա մի հատ հետաքրքիր գիրք եմ կարդում Սոկրատեսի մասին, ուրեմն ասում սերը ձգտում է դեպի այն, ինչը մեզ չի պատկանում, կամ այն, ինչը դեռ չենք դարձել։ Այսինքն այն ինչը որ ուզում ենք, նշանակում է չունենք, չէ՞, դրա համար ենք ձգտում դա։ Հետո էլ արդեն որ դա դառնում է մերը, հետո էլ վախում ենք այդ կորցնելուց։ Նայ անգամ այն ինչը որ կարող է տարիներով, չէ, տենչանք, ձգտենք, գնանք լիքը տառապանքների, լիքը զոհաբերությունով, որպեսզի այդ երևույթին հասնենք։ Դա կլինի անձնավորություն, թե կլինի ունեցվածքի տեսքով, թե ինչ-որ իմաստության տեսքով, չէ, հասնում ենք դրան, հետո սկսում ենք վախենալ, որ հանկարծ դա չկորցնենք։ Դրա համար այդ process-ը, այդ հասնելու process-ը եւ նաեւ մեր նազը ինչպես ասում են process-ը, վայելիր process-ը։ Դա հաստատ։ Այդ արդեն որ հասնում ես, ոնց որ ասացիր, այո, այդ կորցնելու վախը եւ նաեւ շատ բաներ արդեն կորցնում են նաեւ հետաքրքրությունը կյանքում, ասենք հասնում ես, հետո չնայած այդ էլ արդեն քեզ հնարավորություն է տալիս ձգտելու մի ուրիշ ինչ-որ բանի արդեն, երբ որ հասնում ես այդ process-ը ապրում ես, բայց ցանկացած դեպքում մենք այդ process-ը կյանքում ապրելու այդ process-ը չենք գնահատում։ Մենք անընդհատ անհամբեր ձգտում ենք ինչ-որ հասնենք այդ կետին, ու այդ process-ը մեր համար դառնում է մի հատ ինչ-որ ճանապարհ, որը որ մենք շատ ժամանակ նաև տկնելով, ասենց ինչ-որ դժկամությամբ, բայց չենք հասկանում շատ դեպքերում, որ այդ process-ը, այդ ճանապարհն էլ պետքա վայելենք։ Օրինակ, երբ որ միտեղ են գնում, մի գեղեցիկ տեղ արդեն գիտենք, օրինակ պետքա հասնենք այս ինչ տեղը, հանգստի ենք գնում, vacation ենք գնում, բայց անհամբեր էլի սպասում ենք, որ հասնենք այդ տեղը։ Բայց այդ ճանապարհը երբեմն որ հələ չես հասել, բայց դու գիտես, որ գնում ես այդ տեղը, դա էլ է տալիս արդեն սերը, դա հանգիստը, չգիտեմ, լավ ես զգում քեզ այդ պահին։ Դա հաստատ գաճ։ Այդ քո ասածը ես ոնց որ ինձանով հասկացա երևի մոտ 28 տարեկանում, երբ որ ասենք մինչև դա սաղ բաներ, նպատակներ, գոլեր էր, հա իմ համար։ Ու ես իմ կյանքը ոնց որ չէի ապրում այդ նպատակներին հասնելու համար, նպատակի վրա սենց շարել էի, սենց ճիշտ տեխնիկաներ օգտագործելով, փառք Աստծո, դա ամեն ինչը բերեց նրան, որ ես լիքը բաների հասա կյանքում, բայց որ հասնում ես ենք պատկերացրա տարիներով աշխատում ես, չգիտեմ, ինչ-որ մի հատ դիպլոմ ստանալու համար, չէ, կամ ինչ-որ մի հատ քո աշխատանքի վայրում ինչ-որ մի հատ պոզիցիայի հասնելու համար, պաշտոն հասնելու համար, կամ մի հատ ասենք առաջի տունդ գնելու համար, չէ, տարիներ շարունակ։ Որը վերջացնում է ժողովում ես 1-2 շաբաթ մաքսիմում, դրանից հետո ինքը դառնում է սովորական երևույթ, այսինքն դու մի քանի տարի ռոբոտացված ձևով աշխատեցիր, հա, հետո արդեն սկսում ես այդ ամեն ինչը փոխել, հասկանում ես, որ չի արժում, էլի, մի քանի տարի դնել 1-2 շաբաթանոց, ասենք ինչ-որ հաճույք ստանալու համար, էլի, բավարարվածություն ստանալու համար, անպայման վայելել պետքա ճանապարհը, այլ ոչ թե հենց նպատակը, էլի։ Ու ասեմ քեզ, հիմա իմ մոտ ոնց է, Գարջան։ Հիմա ես ձգտում եմ երբեք նպատակներից չհասնեմ։ Նպատակին չհասած, այդ նպատակը հանում եմ, ուրիշ նպատակ եմ դնում։ Այսինքն հիմա ես եթե առաջ ճանապարհը չէի ապրում, մինչև հասնեի նպատակին, նոր ոնց որ բավարարվածություն զգայի, հիմա ես այնպես եմ անում, որ երբեք նպատակին չհասնեմ, բայց ճանապարհը վայելելով գնամ։ Սովորեցի արդեն ապրել, էլի, դա արդեն այդ ներկա պահով ապրելն է, էլի, ինգեր, արդեն այդ ճանապարհը վայելելն է։ Այո։ Ես օրինակ ամբողջ կյանքում այդ ներկա պահը, որ միշտ ինձ կողքից խորհուրդ են տվել, չէ, դե ապագայի մասին պետքա մտածես։ Ու երբեմն իհարկե դա էլ ուզած չուզած ենք մտածում ապագայի մասին, մանավանդ այն մարդիկ, ովքեր ունեն ընտանիք, երեխա, ուզած չուզած պետքա որոշակի ձևով մտածես, բայց այդ ներկայով ապրելը եղել է իմ կյանքի ուղեկիցը, այսինքն այս պահին, այսօր ես ինչ եմ ուզում անեմ։ Հիմա ես չեմ կարող ասեմ բացարձակ ճշմարտությունն է դա կամ դա լավ է կամ վատ, բայց չգիտեմ, իմ կյանքի ընթացքում չեմ դժգոհի այդ այսօրվա օրով ապրելը, մենք այս կյանքում շատ ենք երբեմն խորանում,
ամեն ինչի մեջ փորձում ենք լոգիկա գտնենք։ Ես ինքս այդ ձևով եմ ապրել, այդ լոգիկայով խորանալը ամեն ինչի մեջ, բայց երբեմն ու այս վերջերս մի հատ միտք եկավ, ասում եմ լավ, վերջի վերջո ապրում ենք մի հատ մեծ գնդակի մեջ, որը որ կախված է տիեզերքում, ու այդպես գիտենք մեզ, ու այս ամեն ինչը մեր համար դարձել է նորմալ երևույթ, այս ձգողականության ուժ, ինչ որ բաներ կան կյանքում, որ մեզ տալիս են ու ասում են Միջալյուց ճանապարհորդում ենք աբահավոր արագությամբ։ Նույն այդ գնդակը ինքը ճանապարհորդում է խենթանալի արագությամբ։ Ու այս ամեն ինչում մենք գտնում ենք լոգիկա։ Լավ, ինչ լոգիկա։ Արդեն մեր ծնունդը, մեր այս ամբողջ անծայրածիր տիեզերքում մոլորակի մեջ ապրելը, չգիտեմ, արդեն այդտեղ որ խորանում ենք, մի քիչ լոգիկայից դուրս ենք գալիս ու նույնը արդեն մեր կյանքն էլ է դառնում, արդեն մենք չենք կարող այն ձևի լոգիկայի մեջ մտնենք, կարելի ասել լոգիկա հասկացությունը ընդհանրապես կարող է արդեն վերանում է, որովհետև աշխարհում տիեզերքում այնքան բաներ կան լոգիկայից դուրս, այսինքն մարդկային լոգիկայից դուրս, որ արդեն, չգիտեմ, այդտեղ Հաստատ։ Դե հետաքրքիր է որ այդ մտքերն արտահայտեցիր, ես վերջերս, ես երևի վերջի մի քանի շաբաթ է իմ հետ է հետաքրքիր բաներ լինում։ Ասենց ասենք նայում եմ, չգիտեմ, լուրջ դեմքով, ասենք օրինակ բժիշկ է, գնում է գործի կամ սանտեխնիկա, կամ մենք մեր առօրյայում ինչ որ անում ենք, որը նայում ես, ասենք ոնց որ սիրուն շորեր հագած կապիկներ, ինչ որ հասարակություն ենք ձևավորել, ու իմիջիայլոց առանց այդ հասարակության ոչ մեկս ոչինչի պիտանի չենք իրականում գալ։ բավոց։ Ոգես այդ անգամ այդ ասենք այդ նեյրոխիրուրգին, չէ, որ այդքան կարևոր ինքը աշխատանք անում։ Արա հանես իր մոտից իր քույրերին, իր այդ անեստոլոգին, հա, այդ նարկոս տվողին, ու տենց մի քանի ուրիշ մեկին ինքը ոչինչ չի կարող անի։ Իր մասնագիտությունը դառա զրոյական արդեն։ Էլ չեմ ասում, որ ասենք այդ տուն էլի նույն այդ կոյողու այդ խնդիր ունեցավ, եթե հանգարց սանտեխնիկին չկարողացավ ինքը ճարի, ինչ է լինելու այդ բժիշկի հետ, էլի, ով է ինքը առանց այդ ամեն ինչից, չէ՞։ Կամ ասենք նույն այդ խանութներ, եթե գնացինք, վաղը ուտելիք չեղավ այդ խանութներում, ինչ ենք անելու մենք որպես էլի այդ պլպլան շորերով կապիկներ, ինչ ենք մեզանից ներկայացնում իրականում, էլի։ Իրականում շատ հանճարեղ, շատ մեծ գեղեցիկ բան ենք ստեղծել, դա է հասարակություն ասածն է։ Ու մենք դրա մի հատ փոքրիկ հատվածն ենք ամեն մեկս։ Բայց մենք դա այտենց չենք տեսնում, էլի։ Ոնց որ այս նոր քո բերած օրինակ էլի մենք չենք գիտակցում, որ մենք մի հատ sense կապուտ սիրուն գնդակի վրա հազարավոր կիլոմետր/ժամ արագությամբ, հա, ասենք ճանապարհորդում ենք ինչ որ, չգիտես ինչի մեջ, հատ անոտ տարածությունում, հա, ինչ որ ձգողականության ուժի շնորհիվ sense հետո Ու ինչ խնդիր ունես դու հիմա, չէ, այդքանից հետո էլի, ու ինչ խնդրից ես խոսում։ Իսկականից, հենց այդ է, ես դրա համար մանավանդ ինձ կյանքում շատ է պետք եղել այդ երբեմն ուղղակի աբսուրդ ձևով դուրս գալ այս տարածքից, այդ լոգիկայի, այդ բողոքական տարածքից, այդ կյանքի հանդեպ, ու ես այտենց ինքս դրական մարդ չեմ եղել ամբողջ կյանքում եւ նաեւ հիմա, բայց այս ամեն ինչի շնորհիվ, ռիթրիտի շնորհիվ, ձեր շնորհիվ ես իհարկե դուրս եմ գալիս այդ բացասական դաշտից, բողոքավոր դաշտից եւ իհարկե խորհուրդ կտամ բոլորին, դա իրոք շատ սխալ է այս կյանքում խորանալ անընդհատ բացասականի մեջ, անընդհատ բողոքել, որովհետեւ էլի եմ ասում, որ նայում եք կյանքը, նայում եք այս մոլորակը, այս ամեն ինչը, տիեզերական համակարգը լրիվ աբսուրդ է, ինչ-որ խորանալ մանրուքների մեջ, առօրյա հոգսերի մեջ, ուղղակի պետք է աշխատել լուծել դիսցիպլինայով, աշխատել ինչքան հնարավոր է լուծել խնդիրները, ոչ թե խորանալ ու դրանցով ապրել, այսպես ասած։ Հաստատ։ Իդեպ Նիկ ջան, մի բան էլ ասեմ հասարակության համար, որ ասցիր, էլի հին Պլատոնն է կարծեմ ասել, որ լիարժեք պետությունը պետքա այսինքն խիստ ձևով վերաբերվել արվեստին եւ հասարակությանը, այսինքն պետքա կոնտրոլ անել պետությանը մի քիչ թեմայից դուրս, ինչ ես կարծում օրինակ այդ Չհասկացա ասացը։ պետությունը պետքա խիստ վերաբերվի լիարժեք, այսինքն պետության համակարգը համարելը, որ
պետքա պետությունը խիստ վերաբերվի արվեստին եւ հասարակությանը։ Այսինքն պետքա լինի կոնտրոլի տակ։ Իհարկե, ուղղվածություն ցույց տա։ Միանշանակ, այսինքն պետությունը ասածը պետքա ունենա ինչ-որ ինստիտուցիա, ու վստահ եմ, որ գոնե հզոր պետությունները միանշանակ ունեն, էլի։ Այս ազգային անվտանգություն բան, ասենք, հենց դրանց գործունեության մաս պետքա կազմի, այդ ուղղվածությունը, թե այս նորվա այս մեր նկարագրած հասարակությունը ինքը շատ փխրուն է, ու պետքա ինչ-որ մեկը պաշտպանի սա։ Ու այո, միանշանակ պետք է այդ ուղղվածությունը պահվի, ասենք օրինակ պետպատվեր հասկացողությունն ինչ է, ինչի են ասենք ինչ-որ կոնկրետ մասնագետների պետպատվեր տալի, որ ուղղությունը այս հասարակությունը ասենք բալանսի պահելու համար որ կարիք ունի, այդ արդեն պետական պատվեր է իջնում, որպեսզի մասնագետներ մշակի։ Այո։ Ու ասեմ քեզ, էլի այդ կարկառուն, այդ հզոր հասարակությունները սովորաբար պետությունից զատ մի հատ էլ արդեն են գաղտնի կազմակերպությունների տեսքով են այդ ամեն ինչը պահում, էլի։ Այսինքն պետություն, բայց մեկ էլ արդեն ոնց որ հայրենասեր այդ ազգի ներկայացուցիչներ, մտորողներ հավաքվում ու արդեն միասին են էլի ուսումնասիրելով իրանց անցյալը, հասկանալով իրանց ներկան, պատկերացնում են խիզախ ապագա ու տեսնում են ինչ է պակասում ներկայում։ Ու եթե արդեն պետքա այդ իրանց այդ խմբավորումներից, չգիտեմ, անենց անեն, որ կառավարության տարբեր թևերում մարդիկ ունենան, որպեսզի կարողանան նպաստեն այդ նույն այդ աշխատանքին, դա էլ է կատարվում։ Այո։ Այսինքն այս դեպքում էլ չկա լիարժեք ազատություն, դեմոկրատիա, ինչպես որ մեզ ամբողջ դա երբևիցե չկա։ Ինչի մասին է խոսքը։ Ասենք ինչի մասին ենք խոսում, էլի, ոնց կարա այդ ձայները հավասարաչափ բաժանվի։ Այդ իլյուզիա է ընդհանրապես, գարչն։ Ուղղակի իլյուզիա։ որ աշխարհի մեծամասնությանը հավեսով նամանավանդ այսօր, որ մենակ ասենք Facebook-ով ու Instagram-ով ցանկացած հասարակության վրա կարողանում են անձնեն, չէ՞։ Ասենք էլ ինչ պետություն, եթե պետությունը չունենա ինչ-որ լծակներ այդ ամեն ինչի դեմը առնելու։ Այսինքն ոչ այդքան բարեկամական տրամադրվածությամբ ինչ-որ հասարակություն հանգիստ կարա քո արդեն այս քո հասարակությանը ոնց պետքա ուղղորդի։ Նույնը մենք այս հեռախոսները դարձել ենք հեռախոսների ձեռը, չգիտեմ, զոմբի այդ բառը այդքան չեմ սիրում իհարկե, բայց դե ուրիշ տենց հարմար բառ չեմ գտնում, բայց իրոք Մի հատ այդ Բուդդայի պատմությունը բանանը վերջացնեմ, որովհետև հետո զուգահեռ ենք ուզում անցկացնեմ, ասենք Բուդդայի մեկ էլ Հիսուսի մեջ, հա, այսինքն արդեն քրիստոնեության ու բուդդիզմի տարբերության մեջ։ Քանի որ Բուդդան ելի եմ կրկնում շատ էր ուշադրությունը կենտրոնացրել հենց տառապանքի վրա ու իր նպատակը, ասենք, հասնել ինչ-որ մի հատ իրականության, որտեղ որ չկա տառապանք, ու ինքը հասնում է այդ իրականության, դա այդ եսի, այդ ձուլումն է, երբ որ արդեն անհատի եսը ձուլվում է ընդհանուրի հետ, երբ որ դու արդեն դու հասկանում ես, որ դու անհատ որպես ինչքան էլ անհատ ես, բայց համել ընդհանուրի մաս ես, դու ոնց որ արդեն դառնում ես չեզոք ինչ-որ մի հատ էություն, դու դիտորդ ես դառնում։ Դրա համար բուդդիզմի ուսմունքի հետևողները իրանց նյութական ունեցվածքները սաղ նվիրում են ու առանց նյութական ունեցվածքների են սկսում ապրում, որպեսզի չունենան այդ ձգտումներ, ցանկություններ, որտեղ հասկանում են, որ դա բերում է տառապանք։ Ու ես կարևորում եմ, ասենք, այս փիլիսոփայության հասկանալը, բայց չեմ քարոզում դրան հետևելը, որտեղ ես ինքս էլ նշի որ ուզում եմ գոնե կյանքիս փուլում դրան հետևեմ, որտեղ ցանկացած դեպքում, ասենք, ապրում ենք այս ֆիզիկական իրականության մեջ, որտեղ որ կա անսպառ հնարավորություններ, ինչի՞ չօգտվել այդ հնարավորությունից, հա, ասենք, եթե մի քիչ էլ դրա փոխարեն պետքա տառապանքով վճարենք անգամ։ Բացի դրանից ունենք ով ունի երեխաներ, այդ երեխաները հələ քո տիրապետության տակ են, այսպես ասած, դու ես որոշումներ կայացնում երեխաների հետ, ամեն ինչը թողնես, ուղակի նվիրես ու գնաս երեխաներն էլ են տանում են, այնմիջայլոց իրանք առանձնապես աշխատում են չունենալ երեխաներ կամ ասենք ունենալու դեպքում էլ չեն ունենում, որովհետև
Ու խոսքով ահագին բան է, հա, Հետաքրքիր է, բուդդիզմը չէ՞։ մի քիչ շատ տենց, եթե իսկական գնում ես իրական բուդդիզմի հետևից էլի։ Հիմա բուդդիզմը մոտավորապես հասկացանք, այսինքն տառապանքի վերացումը այդ եսի, այդ անհատի այդ ես եմը որ կա, սա ձուլում ես ընդհանուրի հետ, ու դառնում ես, դու չես, նես չի որ դու հեռանում ես այս կյանքից, դու մնում ես, բայց հնարավորության դեպքում ինչքան կարես չեզոք ուղղակի որպես ունկնդիր։ Այսինքն հասնում ես մի հատ ինչ-որ չեզոք վիճակի, ինչա քրիստոնեությունը Իրանից, չէ՞, արդեն ներկայացնում։ Վերցնում ենք, օքեյ, Բուդդան 2500 տարի առաջ, 500 տարի արդեն ոնց որ բուդդիզմը կա։ Իհարկե աշխարհի ինչ-որ մի հատվածում է, այս մյուս հատվածներում հələ որ sense խառը բազմաստացություն բան, ու չնայած որ այդ հատվածում որտեղ որ Հիսուսն է գալի, այդտեղ արդեն կա այդ մի աստվածություն արդեն եվրեների տեսած ու պատկերացրած։ Եթե իհարկե հավատանք, որ Հիսուսը ճանապարհորդում է, չէ՞, այդ բուդդիստական ուսմունքներով վերցնում, վստահ եմ գիտես, որ կա այդպես ասենք լուրջ համոզմունք էլի, այն 17 տարին, որ չգիտենք ուր ա եղել, ճանապարհորդում է ու ասենք վերցնում այդ լրիվ այդ բուդդիստական, ես sense եմ տեսնում։ Okay, ուրեմն Բուդդան տեսավ տառապանքը, զարհուրեց տառապանքից ու ինքը որոշեց, ինքը հասավ մի հատ իրականության, որտեղ որ մարդը որպես այդպիսին ձուլվում է, ինքը մի հատ ուրիշ էություն է դառնում, չէ՞, որտեղ եթե ես ու դու մեր եսը կորցնում ենք, արդյոք ես ու դու մնում ենք այն ինչ որ հիմա ենք։ Իհարկե ոչ։ So Բուդդան տանում էր մարդու ինչ-որ մի հատ ուրիշ տեսակի էություն դառնալու։ Քրիստոսը այդ ամենը տեսնելով, հասկանալով, տառապանքն էլի, տառապանքին ծանոթանալով, ինքը այնքան սիրեց մարդու տեսակը, մարդ, այն ինչ որ ես ու դու մեզ մարդ ենք համարում, հա, որ արդեն իր ուսմունքով ինքը բերեց հասցրեց միտեղ, որ կարեկցանքի ծառայության միջոցով հեշտացնենք մեր ու ուրիշների տառապանքը։ Իսկական քրիստոնյան ամեն անգամ խաչակնքվելուց ինչ է ասում, չէ, ասենք այդ հորը տիեզերքին Աստծուն ասում է ես քրիստոնյա եմ, տուր իմ խաչը ես կրեմ, այսինքն ես իմ խաչը կկրեմ, հա, ես պատրաստ եմ, ասենք ինձ զրկելով ինչ որ բաներից, չէ, ասենք, որովհետև մենք հասկանում ենք իսկական քրիստոնյա լինել ինչքան աշխատանք է իրանից պահանջում։ Բարեպաշտ, չէ, կարեկցող, անգամ թշնամուց սիրող, այդ սա աշխատանքը։ Դու հենց այնպես չես կարող դու ասես ես քրիստոնյա եմ կամ շաբաթը մեկ գնաս եկեղեցի ու համարվես դու քրիստոնյա։ Պետք է կոնկրետ աշխատանք Որը որ տանես։ շատ քչերն են դա, չգիտեմ էլ իրականում աշխարհում կա մեկը, որ լիարժեք հետևում է քրիստոնեական այդ падգամներին։ Դե ինգեր այդ լիարժեքը արի մի փոքր փոխենք, այդ լիարժեքը մի քիչ բան է, էլի։ Մի քիչ դժվար է հասկանալ դրա այդ սկիզբը որտեղ է, վերջը որտեղ է։ Նամանավանդ որ այդ ուսմունքները 2000 տարի առաջվա գրված են, որտեղ որ չի եղել այսքան, այս իրականությունը չի եղել այդ ժամանակ։ Բայց ասենք որոշակի ձևով հետևել միանշանակ հնարավոր է, էլի։ Էլի, որոնց ասես մի հատ ամփոփ եմ միտքս, որտեղ մի քիչ ինքը գիտեմ որ ծանր միտք է։ Բուդդիզմը տեսնում է տառապանքը ու առաջարկում է եսը ձուլենք, որպեսզի չլինի տառապանք, չունենանք ձգտումներ ու ցանկություններ, որպեսզի չտառապենք։ Քրիստոնեությունը այդ նույն բանը տեսնում է ու ասում է ափսոս է այս էությունը, որը որ ստեղծվել է, որովհետև ինքը լիքը լավ բաներ ունի, որովհետև այդ սերը, էլի իտոգում սերը, այսինքն սերը այնքան է տեղ տալիս սիրուն, որ ասում է չէ, եկեք թողենք սա, բայց փոխարենը դառնանք ոնց որ պատասխանատու քրիստոնյաներ ու հնարավորության դեպքում ծառայելով այդ խաչը մեր կրելով ու եթե մենք արդեն կարողանում ենք մենք այնքան ունակ քրիստոնյան որ մեր խաչը կարողանում ենք հեշտությամբ կրենք, տեսնենք կողքից ելում խաչը կարանք օգնենք կրի, այդ ձևով թեթևացնենք տառապանքը։ Այսինքն ինչ որ բալանսի բերենք այդ քո ասած, հա, արդեն սիրո ու տառապանքի միջև, էլի։ Ու այստեղ նաև քրիստոնեական այդ կարեկցանքը եւ սեր տալը, եթե այսօր ուղղակի մեր աշխարհում շատ քչերն են հետևում այդ ամեն ինչին, բայց եթե վերցնենք, օրինակ պատկերացնենք աշխարհի մեծամասնությունը, եթե հետևեր այդ падգամներին, գոնե մեծամասնությունը հրաշք կլիներ։ Լրիվ մի հատ ուրիշ աշխարհ կլիներ, այսինքն այդ կարեկցանքը, սերը, բայց Քո կարծիքով ինչի դա չի ստացվում գար։ Ինչն է խնդիրը որպես տեսնում։ դա չի ստացվում, որովհետև նախ
Փոխվել է աշխարհը, այսինքն այս հեռախոսները, ինտերնետը եւ այլն, այնքան տարբեր բաներ կան, առաջ ինչ ա եղել, առաջ մարդիկ ավելի շատ են ուսումնասիրել այդ օրենքները։ Ես հիմա չեմ ասում որն է ճիշտ, որը սխալ, որ կրոնն է ճիշտ, որը սխալ, բայց շատ կրոններ եւ նաեւ քրիստոնեությունը ինքը վատ բան չի սովորացնում, ինքը լավ բաներ է ասում, լավ խորհուրդներ է տալիս։ Եվ եթե այն ժամանակ մարդիկ ավելի շատ ժամանակ են ունեցել, օրինակ Աստվածաշունչ կարդալու, կողքից Կարելի կներես էլի, այդ ասածիդ հետ կապված, որ ասում ես ավելի շատ ժամանակ են, չէ՞ ունեցել։ Արի մի հատ ասենք, վերցնենք օրինակի համար մի հատ շարքային կնոջ առօրյա այն ժամանակվա էլի։ Այն տան լվացքը անելուց սկսած, մաքրությունից վերջացած, ասենք չգիտեմ, փայտը ինքը պետք է կոտրեր, բերեր, վառարանը վառեր, չէ՞ ջուրը գնար մի քանի կիլոմետր հեռուից բերեր։ Իրոք մենք հիմա լուրջ հավատում ենք, որ այն վաղ ավելի շատ ժամանակ են ունեցել, քան ստե մենք։ Դե նայ, հա, կարծում եմ Կարևորությունների վերադասավորումն է, էլի երևի փոխվել գա։ ոչ թե ժամանակը, նայ, հիմա մենք արհեստականորեն ստեղծում ենք մեր, այսինքն վատնում ենք մեր ժամանակը։ Մեր ուշադրությունը տված է։ Ոչ թե մենք կարևոր գործերի վրա ենք այդ ժամանակը վատնում, այլ ուղղակի այնքան տարբեր բաներ կան մեր ուշադրությունը շեղելու համար, որ դա, օրինակ, եթե վերցնենք նույն այդ ջուր գնալ բերելը կամ առօրյա այդ հոգսերը, օքեյ, մի քանի ժամ կարա լինի, բայց մենք անելով հիմա օրինակ առավոտը արթնանալով 9-ից 5-ը օրինակ աշխատելով կներեք, բայց երևի ավելացնեմ, որ կարծում եմ դա ստրկային մի քիչ համակարգ է, մարդիկ գնալով այդքան աշխատելով հաստատ այն ժամանակ այդքան ժամում կարային իրաց առօրյա աշխատանքները վերջացնեին եւ երեկոյան էլ մարդիկ արդեն նստում էին այդ հոգեվոր սնունդն էին ստանում այդ խորհուրդները եւ այլն եւ իրենց կյանքը մի քիչ ուրիշ ձևով էին կազմակերպում իսկ հիմա աշխատանքից հետո մենք կամ աշխատանքի ընթացքում ցանկացած ժամանակ մի րոպե ազատ ենք գտնում վռազ վերցնում ենք հեռախոսը ինչ որ նայում Իսկ մեղավորը մենք ենք, ոչ թե ժամանակը։ Այո, նու մեղավորը համ մենք ենք։ Միանշանակ չեմ կարծում մենք ենք, որովհետև վերջի վերջո մենք դեռ չենք հասել այն աստիճանի են, որ լիարժեք կարողանանք մեզ կառավարենք։ Շատերը չունեն աշխարհում մարդկությունը չունի դեռ այն գործիքները։ Օրինակ ռիթրիտի ժամանակ այն գործիքները, որ մենք ստացանք, շատ շատերը չունեն դեռ այդ գործիքները ու այդ մարդուն չեն կարող մեղադրենք, որ ասենք ուրեմն քո մեղքն է, որովհետև այդ մարդը ինչ տրված է, ինքը վերցնում է դա։ Մեղադրելու ընդհանրապես ոչինչ չկա, գարջան երբեք ոչ մեկին չենք Հա, մեղադրում։ իհարկե։ Հասկանում ենք, ուղղակի բանը ճիշտ գնահատենք, պատասխանատվություն վերցնենք, էլի, նայ այդ մի հատվածում, որ դու սկսեցիր ներկայացնել, որ ժամանակ չկա, այսինքն մենք արդեն այդ սիտուացիայի զոհ ենք, բա ինչ անենք, ժամանակ չկա։ Իսկ ես առաջարկում եմ, որ չէ, ընկեր, իրականում ժամանակ շատ կա, հետո արդեն քո ասացիդ լրիվ համաձայն եմ, եկեք ուղղակի սենց զրույցներով այդ մեր այդ առաջարկած տրեյնինգներով, ռիթրիտներով բազմապատկենք այդ ամեն ինչը ու ասենք շարքային զրույց չէ, իմանա, ասենք շատ խորը, շատ կարևոր զրույց ենք այսօր ունենում գար։ Շատ, ես շատ եմ գնահատում այսօրվա մեր զրույցը, վստահ եմ, ասենք ով նայեց, շատ բան է ստանալու այս զրույցից։ Կարանք չի ապեր այս տիպի զրույցները ոնց որ սարքենք մոդա, որ ինչ-որ միտեն նստելուց մենք մեր ընկերներին էլ առաջարկենք սենց զրույցներ, էլի ոչ թե ասենք ինչ-որ սաղեր ոչ միտեղ չտանող Իհարկե։ զրույցներ էլի։ Գիտես ոնց է Նիկ ջան, ոչ բոլորն են ընդունում։ Ես անձամբ իմ փորձից ասեմ, ես տարբեր տեղեր, տարբեր հենց իմ մոտ ընկերների հետ շրջապատում եւ այլն փորձել եմ խոսեմ այս մասին։ Կարծում եմ ավելի հեշտ է ստացվում մի շրջապատում, որտեղ այդքան մոտիկություն, այդքան մոտ չես, ավելի մարդիկ լսում են։ Մոտ շրջապատում, ոնց որ օրինակ ընտանիքում, չէ, ցանկացած թեմա խոսում ես, բայց այդ այն ձևով, այն լրջությամբ չի գնում այդ խոսը, որովհետև ասենք այդ մտերմության աստիճանը մի քիչ չի թողում այդ լուրջ ավելի կենտրոնանալ լուրջ թեմաների վրա։ Արդեն ծրագիր կա, էլի գար։ Այդ նույն ասածը, ասենք, թե ընտանեկան միջավայրում դու ինչ-որ ծնվել ես մի հատ ստանդարտ ծրագրի մեջ, հետո քո այս մեծանալու ընթացքում որոշակի հաստատ փոփոխություն ունեցել է ձեր ընտանիքը, բայց ինչ-որ մի հատ ստանդարտ ծրագիր ունի։ Ու դրանից որ դուրս ինչ-որ նոր բան ես բերում,
այդ տարածք ինքը դիմադրության է հանդիպում։ Երբ որ դուք համակվում եք ընթրիքի, ինչ որ սպասումներ կա կոնկրետ ինչից պետքա զրուցեք, էլի։ Դրսի թեմաները դժվար անկալում։ Նույն բանը կարանք նույն օրինակը բերենք ընկերական միջավայրի հետ, էլի։ Իսկ ասենք նոր միջավայր, դու արդեն զրոյից կարաս ստեղծես այդ միջավայրը, որովհետև նոր է, դե չկա ինչ-որ կոնկրետ ակնկալիքներ, դու բերում ասում ես եկեք ստեղից զրուցենք։ Որ սովորության հիմքն է, այսինքն այդ ոնց որ ասացիր, այդ սովորությունն է։ Դու արդեն արտանում ես, գիտես, ընտանիքիդ հետ ինչ պիտի անես, մոտավոր այս ժամին պիտի հաց ուտես, այս հիմնական այս թեմաներով պիտի խոսես եւ այլն, այդ սովորությունը արդեն մտերմիկ շրջապատում ուրիշ է։ Հիմա անգերների հետ, ասենք ես այդ հանդիպելը մեր հիմնական թեման լինում է շատ ժամանակ կարդ խաղալը, խոսալ ինչ-որ ուրիշ թեմաներից, գործնական թեմաներից եւ երբ որ ինչ-որ մի պահի սկսում ես այս թեմաներով խոսալ, տարբեր թեմաներով խոսալ, մի քիչ տարօրինակ է հնչում։ Օրինակ, ասենք, կարող է մտածեն, ըստ ունես ինչ եղավ, սկսեց մի անգամից, նո այդ էլ ժամանակ է պետք, ամեն պարագայում ժամանակ է պետք, որ հասնել այդ կետին եւ կարելի է բոլորին էլ խորհուրդ տալ, որ ինչքան որ հնարավոր է խոսեք, խորացեք ոչ թե առօրյա խնդիրների մեջ, այլ ընդհանուր կյանքի հարցերում, ընդհանուր էս ճիշտ ապրելու արվեստի մեջ, ոչ թե առօրյա մանր խնդիրների մեջ։ Ասում մեր զրույցը տեսնելուց հետո ընկերներդ արդեն մի քիչ ուրիշ ձևով կվերաբերվեն, հա։ Կարծում եմ, հա, ես ճիշտ ասած, տենց մի քիչ զիջող չեմ, հեշտ հանձնվող մարդ չեմ, ես տենց խոսակցությունները միշտ թեկուզ եւ եթե չեն շարունակվում, միշտ փորձում եմ մեկ ասել վերջին խոսք, այսպես ասած, չգիտեմ ինչքանով է դա ճիշտ, հիմա չեմ ասում դա ճիշտ է թե սխալ է, բայց կամաց կարծում եմ կհասնենք այդ կետին, ոչ միայն իմ ընկերները, այլ մեր հայ հասարակությունը գոնե, ու ամբողջ աշխարհն էլ իհարկե կարևոր է, բայց մեր հայ հասարակության արտնացումը, այսպես ասած, շատ ավելի կարևոր է, որը որ էլի պետք է նշեմ քեզ, որպես սկսող ես ամեն ինչի, հիմքը դնող, այնքան կարևոր է մեր ազգի մեջ այդ թիմային աշխատանքը, այս ամեն ինչը կյանքի հետ կապված այս մտքերը, որ շատ քիչ են, հա, ամերիկյանում գիտենք բոլորս էլ շատ կան, տարածված են օտար ազգերի մեջ, բայց մեր հայ հասարակության մեջ ու մանավանդ այդ օրինակ այդ ուշացումը, որ ուշանալ չի կարելի, այդ մեր զումը, որ ասում ես ժամը 8-ից անցավ հնարավոր չի, չեն կարող մտնել։ Դա այնքան կարևոր բան է մանավանդ մեր ազգի մեջ։ Արդեն հա, մեկ ծիծաղում են, արդեն վերածում են կատակի, հայերը միշտ ուշանում են, բայց դա իրականում ծիծաղելի չի, էլի, ասենք որ խորանում ենք այնքան կարևոր է այդ ճշտապահությունը ու ասում ես այդ ժամ, իրոք շատ ես կյանքումս երևի retreat-ի գալուց առաջ այն հիմնական բանն է եղել, որ իմ մեջ արդեն եղել է, այդ ուշանալ չեմ սիրել ու ես իմ մոտ մի հատ բան կա, ես միշտ ասում եմ ավելի ուշ, եթե ես գիտեմ, որ նույնիսկ ասենք ես 12-ից շուտ կարող եմ գամ, ես չեմ ասում շուտ, չգիտեմ ճիշտ է թե սխալ, ասում եմ 12-ին, որ եթե շուտ գամ, բայց բացարձակ չեմ սիրում այդ ուշանալը ու բոլորին է խորհուրդ կտամ, իրոք էլի պետք է ճշտապահությունը լինի այս կյանքում։ Համաձայն եմ, այդ հաստատ։ Այդ հետաքրքիր գեղեցիկ արտահայտություն կա, Գարջան, որը շատ եմ սիրում, ու ես մեր թեմայի մեջ է, ասում է տառապանքը դա իրականության դեմ պայքարն է։ Երբ որ անգամ նույնս մեր այդ սիրո մասին ենք չէ խոսում, եթե ասենք սիրում ես ինչ-որ մեկին, արդեն մեքենայաբար սկսում ես վախենալ, որ մի օր կարող կորցնես։ Բայց բոլորս էլ հասկանում ենք, չէ, որ այս ամենը ինչը որ մենք ունենք, այն ամենը ինչ որ մենք սիրում ենք, անգամ այս էությունը, որ մենք կերտել ենք, հա, մի օր մենք կորցնելու ենք այս ամեն ինչը։ Կամ մենք ենք մի օր գնալու այս ամեն ինչը իրոք կորցնելու ենք, կամ մինչև մեր գնալը, մեր կողակիցներն են գնալու, կամ մեր ունեցվածքներն ենք թողնելու, կորցնելու։ Այսինքն, եթե մի բանը անհնարին է չկորցնել, էլ վախենալ այդ ամեն ինչը կորցնելու իմաստը ո՞րն է։ Ու իրականում որ խորանում ենք, այս աշխարհում երևի ոչ մի բան մեզ չի պատկանում։
Այսինքն իրականում որ վերցնենք ծնված օրից, կյանքի ընթացքում ձեռք ենք բերում որոշակի բաներ, օրինակ մեքենա, բայց այդ մեքենան իրականում ստեղծված է ինչ որ նյութերից եւ այլն եւ ստեղծել են, բայց վերջ-վերջո ոչ մի բան մեր հետ չենք տանելու եւ ոչ մի բան դուրս ցույց է տալիս մեզ, որ ոչ մի բան մեզ չի պատկանում։ Ինչ որ այդ ամեն ինչը ժամանակավոր է, այսինքն մենք rent ենք անում, այդ lease ենք անում, այդ ամեն ինչը չգիտեմ։ Իմիջայլոց անգամ մաբան մասին չէ խոսքը։ Այս ամեն ինչ ինչ որ հիմա գարնա 7 տարի է, չէ, 7 տարի հետո ասենք որևիցե մի բան չի լինելու նույնը ինչ որ հիմա է։ Այսինքն չես ունենալու անգամ բջիջ 7 տարի հետո որ հիմա է։ Շարունակական մենք կորցնում, ձեռք ենք բերում, կորցնում, ձեռք ենք բերում, հա, այսինքն բառից բուն իմաստով ոչինչը մերը չէ։ Ու գալիս ենք ոչ մի բանով, հա, գնում ենք ոչ մի բանով, այդ արանքում ասենք ինչ ապրում ենք, այդ մեր օգուտն է, էլի, այդ մեր պլյուսն է։ Ուտեղ ասեմ քեզ, մենակ դրականը պետքա չգնահատենք։ Այն բացասականն էլ, այն վիշտը, այն ցավը, այն տառապանքը, որ էլի կարողանում ենք ապրենք, ինքը էլի պլյուս է։ Որտեւ եթե մենք չլինեինք, ստե, եթե մենք գոյություն չունենայինք, հնարավորություն չէինք ունենա, չէ, անգամ այդ կորուստ, այդ վիշտ, այդ տառապանքը ապրենք։ Իսկ ով է մեզ ասա, որ ասենք մենք եկել ենք ստե մենակ ինչ-որ այդ մեր պատկերացած դրականը ապրելու։ Եթե գալիս է մեր այս զրույցի սկզբում որ խոսացինք, չէ, զրոյական աստիճան իրականում տառապանքն է, եկեք դա հասկանանք ու չխուսափենք այդքան այդ տառապանքից, որովհետև ինքը այս կյանքի մաս է կազմում։ Եթե մենք ուզում ենք գոյություն ունենանք, արդեն հասկացանք, չէ, Բուդդան, բուդդիզմը մեզ համոզում է, որ մենք ձուլվենք, մենք գոյություն չունենանք, ուղղակի չեզոք ձևով ունկնդրենք։ Բայց եթե մենք որոշում ենք, ուզում ենք, որ ներկա լինենք, պետքա հասկանանք, որ պետքա ուզենանք ներկա լինենք, ուզենալու հետ պետքա արդեն զուգակցվի վախ, տառապանք։ Ուղղակի համակերպվենք այդ մտքի հետ, հա, որովհետև տառապանքը դա իրականության դեմ պայքարն է, եթե մենք չենք պայքարում, եթե մենք համակերպվում ենք, այդ է գալիս է արդեն գեղեցիկ տարածքը, էլի, որ հնարավոր է միտը, որտեղ որ դու կարողանաս սիրես, գնահատես, ունենաս, ապրես ու չվախենաս կամ գոնե լավ, այդքան չվախենաս, էլի։ Այո։ Եվ նաև մի բան ավելացնեմ, ցանկացած մարդիկ իհարկե լինում են բոլորը աշխարհում, որը տեսնում են տառապանք եւ սեր, բայց ցանկացած բան ժամանակավոր է։ Պետքա նաև հիշենք դա, որ ցանկացած բան, առաջին բանը, որ մարդ պետքա մտածի, որ ժամանակավոր է, ոչ մի բան հավերժ չի, թե տառապանքը, թե սերը։ Եվ նաև մի հատ հետաքրքիր հարց է ծագում, օրինակ սիրո հետ կապված, սերը այնա ինչ որ քո հետ է, լինի դա զույգը, մարդը, լինի դա ինչ որ առարկա, թե նաև սերը, եթե այդ մարդը քո հետ չի, բայց դու մեկ է, իրան սիրում ես։ Այսինքն այդ սիրում ես մեկին, օրինակ հենց անձի վրա վերցնենք, սիրում ես մեկին, ում հետ որ ապրում ես, ում հետ որ երջանիկ ես, թե նաև սերը համարվում են, որ քո հետ չի տվյալ մարդը կամ հեռու է քեզանից գտնվում, բայց դու էլի սիրում ես այդ մարդուն։ Դե այդ հարցի պատասխանը ոնց է նկարագրվում։ Ասենք վերցնենք առաջին օրինակը, չէ, դու ոչ թե կոնկրետ այդ մարդուն ես սիրում, դու սիրում ես այն զգացմունքը, որ ապրում ես այդ մարդու ներկայությամբ, իսկ երբ որ արդեն մյուս արդեն հարցի երկրորդ հատվածում, երբ որ այդ մարդը չկա, դու էլի սիրում ես, դու արդեն կարոտում ես էլի այն զգացմունքը, որ ապրում էր, երբ որ իր հետ էր։ Այսինքն այդտեղ ավելի շատ կարոտն է, ոչ թե սերը, արդեն այդ զգացմունքին, այո։ Բայց վերջերս մի հատ ռիլ էի սարքել, որտեղ որ հարցնում էի մարդկանց կնախընտրեին արդյոք պահել իրենց բոլոր հիշողությունը մինչև այս պահը, բայց չկարողանալ ստեղծել նորերը, այս պահից սկսած, թե կորցնել իրենց բոլոր հիշողությունը մինչև այս պահը, բայց ունենալ հնարավորություն ստեղծել նորերը այս պահից սկսած։ Ուզում այդ հարցը քեզ տամ, հետո ես ինքս էլ պատասխանեմ, որտեղ ոնց որ մարդիկ պատասխանել են շատ, բայց ես ինքս ոնց որ չասացի կոնկրետ իմ կարծիքը էլի այս հարցին։ Ну, իհարկե ես կարծում եմ, որ եթե երկու տարբերակ ունենք, ու իհարկե կորցնել բոլոր հիշողությունները եւ կարողանալ ստեղծել նորը։ Այսինքն եթե
հիշողություններով անցյալով ապրելը, այսինքն կորցնում ենք ներկան։ Իհարկե, եթե պիտի ապագան, այսինքն ապրանք հիշողություններով եւ չկարողանանք ստեղծել նորը, նշանակում է կանգ ենք առնում արդեն։ Նշանակում է ավելի ճիշտ է կորցնենք հիշողությունները անցյալի հետ կապված եւ շարունակենք մեր կյանքը ստեղծելով նոր գեղեցիկ պահեր, նոր հիշողություններ։ Ես էլ լրիվ քո հետ համաձայն եմ, ինձ թվում է այն մյուս տարբերակը պատասխանողներ շատ էին եղել, որ նախընտրում էին պահել հինը, ինձ թվում է լրիվ չեն կարողանում ընկալեն, թե դա ինչ իրավիճակ է իրանից ենթադրում։ Ասենք լավ, այսօր արի լավ երկուսն էլ մի հատ հասկանանք, հա, վաղը մենք արթնացանք, մի տարբերակում ոչինչ չենք հիշում, թե մենք ով ենք, ինչ ենք, մեր հարազատներին չենք հիշում, բան, ինքը շատ ծանր շոկային իրավիճակ է։ Բայց եկեք հասկանանք, որ ինչ-որ ժամանակի ընթացքում դա կարելի է հաղթահարել, որովհետև կարողում ենք արդեն նորը ստեղծել, չէ՞։ Եթե ունենք, ասենք, ընտանիքի անդամներ, նրանք մեզ կհիշացնեն այդ ամեն ինչը, եթե մենք իրանց սիրել ենք հենց իրանց իսկական տեսակի համար, մենք անպայման կրկին կսիրենք իրանց, հա, մենք կպահենք մեր բոլոր այն իսկական հատկանիշները, ինչ որ մենք ենք, մենք կկտրվենք մեր պատմությունից, մեր խաղացած դերերից, բայց հնարավորություն կունենանք արդեն այս տարիքից սկսած արդեն էլ ավելի երևի ճիշտ ու հզոր ձևով սկսել նորը։ Ես այդ ձևով եմ տեսնում, էլի, արդեն չենք ունենա նաև այդ անցյալի այդ խնդիրները, որ ուղղորդում են մեզ, այսինքն անցյալում ունեցած պարտությունները, հա, որ այսօր մենք տանում ենք դրանք մեր հետ, էլի, ու դրանք խանգարում են, որպեսզի մենք խիզախորեն պատկերացնենք մեր ապագան, որն էլ արդեն կթելադրի խիզախ ներկա։ Երկրորդ տարբերակը արտանում ես 20 տարի անցել է արդեն, Գարջան։ Ասենք ես 40 տարեկան եմ, արտանում եմ 60 տարեկանում, բայց ես գիտեմ ես 40 տարեկան եմ։ Նախ ես 20 տարի ամեն օր շոկ եմ ապրել այդ մտքից, այսինքն դա իմ հոգեկան վիճակը ոնց է խանգարել։ Արդեն ես ով եմ այդ դեպքում, մարդիկ չեն այս պահը բաց են թողնում, էլի։ Դու եթե 20 տարի ամեն օր արտանում ես ու քեզ ասում են, որ այսքան տարի անցել է ու դու չես հիշում, դա ոնց է խանգարում քո ֆիզիկական ու հոգևոր առողջություն։ Դու 20 տարի հետո որպես ով ես արտանում։ Հետո որ արտանում ես, ասենք նույն խոսքի կինդ 20 տարի մեծացել է, դու 20 տարի բաց ես թողել։ Արդյոք ինքը անգամ քո կողքը ժամանակ կլինի թե չէ, էլի։ Ինչքանով է արդար, ասենք, այդ մարդու հանդեպ, որ դու այդ վիճակում ինքը մնա քո հետ, էլ ինչքանով է ինքը շարունակում կյանք ապրել քո հետ։ Այո։ Այն մյուս դեպքում ամեն ինչ տեսնում եմ, որ կարա ժամանակի ընթացքում, այդ սերը, այդ ամեն ինչը հավատալ զրոյից սկսելը միշտ նորմալ է։ Իհարկե։ Տեղում դոփել, այսինքն կյանքը շարունակվում է, ամբողջ այս տիեզերական համակարգը գնում է առաջ, եթե ավելի լավ է թեկուզ զրոյից սկսել, բայց շարունակել, առաջ գնալ, քան թե անդադ մնալ նույն տեղում, առավել եւս անընդհատ գնալ հետ։ Իհարկե։ Իրականում ասեմ քեզ բավականին հետաքրքիր փորձառություն կարող լիներ այդ երկրորդը մոռանալ անցյալը, բայց կարողանալ զրոյից սկսել, ինքը կարող բավականին հետաքրքիր ոնց որ ես օրինակ ասեմ, ավելացնեմ, ասեմ ավելին, ես կուզենայի իմ մոտ այդ շատ բաներ կան կյանքում, որ այո, իհարկե կուզենայի մոռանալ անցյալը, կարող եմ ասեմ երևի մեծամասնությունը, այսինքն այն ինչ որ կատարվել է շատ բաներ, ինչ որ կատարվել է իհարկե ոչ մարդկանց, բայց ինչը որ կատարվել է իմ կյանքում, ինչ որ շատ բաներ որ արել եմ, իհարկե բոլորս էլ սխալական ենք, նաև ես արել եմ շատ սխալներ այս կյանքում եւ կուզենայի անցյալումս մոռանայի այդ ամեն ինչը ու շատ բաներ սկսեի զրոյից։ Հաստատ։ Ընկեր ոչ մի հատ լավ ընկեր ունեմ, ում ես հարցը որ տվեցի, ինքը չկարողացավ ոնց որ այդ առաջի տարբերակից երկրորդը տեսնի, որովհետև ասած ոչ մի կերպ ինքը չի ուզում օրինակ մոռանա երեխեքի ծնվելը։ Ասում եմ, բա լավ, բա չես ուզում հիշես երեխեքիդ հարսանիքը օրինակի համար, էլի, որովհետև ես չէ որ ես երկրորդ դեպքում դու արդեն կորցնում ես հնարավորությունը արդեն հիշես թորներից ծնվելը, երեխեքիդ հարսանիքը, չէ՞։ Հետաքրքիր է շատ էլի այն մարդիկ ովքեր որ այս նույն հարցի առաջինն են ընտրում, ինչքան են իրանք կապված իրենց անցյալի հետ, էլի ինչքան են կարևորություն տալի իրենց անցյալին գար, իրենց պատմությանը։ Չէ, հենց այդ է ցավալի, որ մեծամասնությունը մենք
Հետո միշտ ինձ թվում է անցյալի հետ կապը գիտես ինչն է հիմնականը ավելի նույնիսկ մենք հայերս մեր մեծերը ավելի շատ կներեք Երանի են տալիս 90-ական թվերին որ երբ որ լույս չկար շատ ավելի դժվար էր կյանքը ու այստեղ մի հատ պարզ բան է մնում ուղղակի երևի այդ երիտասարդությունը կամ ով որ հիմա երիտասարդը կարոտում է իր մանկությանը ով որ արդեն ավելի տարիքով մեծ է բոլոր մարդիկ երևի կարոտում են իրենց երիտասարդ տարիներին մանկությանը որովհետև ներքուստ մարդու մտքում միշտ այդ կա որ քանի գնում է կյանքը քանի մեծանում ենք մոտենում ենք ավարտին ու այդ ամեն ինչը կարծում եմ դրա պատճառով է որ մենք միշտ նույն ինչքան էլ հիմա ես ընտրեցի երկրորդ տարբերակը բայց չի որ լիարժեք միանշանակ միշտ մոտս այդ զգացումն է իհարկե կան բաներ շատ բաներ որ երբեմն հիշում եմ մտածում ասում եմ Երանի այդ օրերը Երանի այս օրը կամ ինչ որ մի նկար եմ տեսնում մի քանի տարի առաջվա ասում եմ Երանի այս օրը եւ այդ զգացողությունը բոլորիս մեջ կա անցյալով որոշակի ժամանակ ինչ որ մի պահի ապրել անցյալով եւ Երանի տալ բայց իհարկե միանշանակ մեկը կարծում եմ որ կյանքը շարունակվում է եւ մենք պիտի ապրենք այսօրվա օրով եւ նայենք առաջ Համաձայն եմ Գարջ ջան Շնորհակալ եմ շատ հարազատս շատ գեղեցիկ շատ ստացված զրույց ստացվեց հուսով եմ կկրկնենք շուտով Այո լավ որ քեզ շատ շնորհակալ եմ Նիկ ջան շատ հաճելի էր Շնորհակալություն